աշխատելու եմ։ Ես այդ կանխավարկածով չեմ առաջնորդվում։ ԵԱՏՄ այս երկընտրանքի հետ կապված ինչը պետք է վճռորոշ լինի, պարոն Փաշինյան, որ դուք որոշեք, որ մենք կամ ԵԱՏՄ-ում ենք մնում, կամ գնում ենք ԵՄ, որովհետև դուք ասում եք դեռ ժամանակ ունեմ, բայց Ռուսաստանի նախագահի հայտարարությունը հենց դրա մասին էր, որ դուք պետք է ընտրեք։ Հիմա մեզ համար ո՞րն է վճռորոշ էական լինելու, ինչով ենք մենք առաջնորդվելու այստեղ կամ այնտեղ մնալու հետ կապված։ Երկրորդը, դուք արդյոք համաձայն եք, որ Հայաստանը Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է այնպես, ինչպես Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Այս միտքը ազգային ժողովի նախագահին է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, դուք եք համաձայն դրա հետ։ Եվ հիմնական հարցը, պարոն Փաշինյան, օրերս ձեր թիմակիցը Հայկ Սարգսյանը իր նախագծի քննարկման ժամանակ, երբ որ տապալվեց, նա ասաց, որ խմբակցությունում քննարկում է եղել եւ թիմակիցները նրան ասել են, որ իր բառերով եմ, մեջբերում եմ, բրեքս վարչապետ ես բերում, այսինքն ձեզանով են վախեցնում ձեր թիմակիցներին, այդ վախի հետ կապված, որ ասում եք, փաստորեն կա միտեղ, որտեղ ձեզանով վախեցնում են ձեր թիմակիցները մեկը մյուսին։ Եվ ընդհանուր առմամբ Հայկ Սարգսյանի հայտարարությունները բանակի հետ կապված ձեր թիմակիցն է դա ասում, ոչ թե ընդդիմադիր, ոչ թե լրատվամիջոցներ, այլ հենց ձեր թիմակիցը, որը պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ է։ Բանակի հետ կապված բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց։ Հիմա խնդրում եմ դուք եւ վախենալու մասով եւ ինչու բանակը այս վիճակում է ըստ ձեր թիմակցի հայտարարությունների։ Ուրեմն մենք տասնյակ հանդիպումներ ենք ունեցել մարզերում եւ քաղաքներում, գյուղերում եւ ես մարդկանց հետ շփվելիս ստիպված եմ եղել տասնյակ անգամներ հրավիրել, որովհետեւ պարոն Պապիկյանն էլ իր հերթին է շփումներ ունենում պարոն Պապիկյանին, որովհետև տասնյակ, եթե չասեմ հիմա թիվը չխառնեմ, մարդիկ ինձ մոտեցել են, որպեսզի շնորհակալություն հայտնեն բանակում տիրող իրավիճակի եւ բարեփոխումների համար։ Ես Պապիկյանին հրավիրել եմ, որպեսզի այդ մարդիկ նախարարին հայտնեն այդ շնորհակալությունը, իհարկե կառավարությունն է առաջնորդում, բայց գործողությունները իրականացնում է նախարարը եւ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի բանակը եւ սննդի, եւ հագուստի, եւ սպառազինության, եւ բարոյահոգեբանական վիճակի, եւ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Մնացածը ով ինչ քաղաքական նկատառումով կասի, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները եւ նրանց ծնողների արձագանքը։ Բայց դա չի նշանակում, որ բանակում խնդիրներ չկան։ Աշխարհում տենց բանակ չկա, որտեղ խնդրեմ չկա։ Աշխարհում տենց երկիր չկա, որտեղ խնդիրներ չկան։ Բայց Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը եւ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, եւ այդ տեսլականը ռազմավարությունը հայեցակարգը քայլ-քայլ իրականացվում է եւ իրագործվում է։ Այն մնացած հայտարարություններին ես անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև երբ որ փորձում եմ հայտարարությունների շուրջ պարզաբանումներ ստանալ, պարզվում է այդ հայտարարությունները հնչել են, ինչ որ բան սխալ են հասկացել, հետո պարզվել է, որ ինչ որ բան նեն չի, հետո պարզվել է, որ իրականում ինչ որ ասվել է տենց չի, այլ բան, որ մարդիկ ովքեր հայտարարություն են անում, հետո պարզվում է, որ այդ հայտարարությունը սխալ փաստերի վրա է հիմնված լինեն, պետք է ունենան նույնքան քաղաքական կամք կանգնելու ասելու Ժորժ ջան, գիտեք ինչ, այդ փաստը, որի մասին ես խոսում եմ, պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չի։ Եթե այդպես է, խոստովանենք, որ այդպես է, եթե այդպես չի, խոստովանենք եւ որ այդպես չի։ Եվ ելի եմ ասում, կարող են նաեւ լինել ընդհանրապես խնդիրներ կան, շատ կան խնդիրներ։ Բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ։ Այդ խնդիրները լուծվում են, բայց ելի եմ ասում, մի խնդրեմ լուծում ես, դա նշանակում է պետք է պատրաստ լինես 3 խնդրի հայտ գալու։ Եվ դա բնականon process է, դա զարգացման process է, եւ դուք ինչ է բանակը կտեսնեք, համոզված եմ մայիսի 28-ին եւ ձեր գնահատականները կտաք։ Ինչ է տեղի ունեցել բանակում, ինչ է փոխվել բանակում, փոխվել է թե չի փոխվել։ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կապված ես ասել եմ, որ անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։
Դա այդպես է թե Ադրբեջանի, թե Հայաստանի, թե Վրաստան եւ բոլոր երկրների համար իմ կարծիքով, չնայած դա իմ իրավասությունը չի եւ ես իմ վերապահել, բայց ինձ թվում է հիմա ի՞նչն է առանձնահատկությունը, որ տարածաշրջանային անվտանգության որոշակի ընկալում կարող է ձևավորվել, ինչը իմ կարծիքով լավ է, որովհետեւ առանձին վերցրած երկրում անվտանգություն չի լինում։ Եվ անվտանգությունը իհարկե պետք է ամեն երկիր ունենա իր ներքին համակարգերը, իր անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության այդ ընկալումը, այնքան ավելի լավ։ Հիմա ենթադրենք Հայաստանի եւ Ադրբեջանի համար խաղաղությունը անվտանգության երաշխիք է, թե երաշխիք չի։ Իհարկե երաշխիք է։ Այդ խաղաղությունը ում միջև է կնքվել։ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Իրանք ում համար են այդ խաղաղությունը կնքել։ Իրանք իրանց համար, բայց իրանք իրանց համար կնքելով նշանակում է որոշակի անվտանգության լծակ են ստեղծել նաեւ դիմացինի համար։ ԵԱՏՄ ասիկ որն է այն պահը, որ ես պետքա որոշեմ։ Այդ ես որոշել եմ եւ իմ որոշման մասին հայտարարել եմ, որ քանի դա համատեղելի է, մենք կհամատեղենք։ Ոչ մեկ չի ասել, չէ, համատեղելի չի։ Կամ եթե որևէ մեկը ասում է, չէ, համատեղելի չի, փաստն է նա, որ համատեղելի է։ Հիմա այսօրվա իրականությունը եւ նախորդող շրջանի իրականությունը դրա մասին է, որ համատեղելի է, որովհետեւ մենք ես ասում եմ, որ դուք հարցրեք ես որն է լինելու կետը, որ ես որոշել եմ արդեն եւ որոշումս հայտարարել եմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Ես որոշել եմ, ես որոշումս հայտարարել եմ, հրապարակել եմ, գաղտնիք չի, տասնյակ անգամներ։ Մեր հաջորդ հարցը